Դրանից հետո Հակոբ Ֆիդանը նաև ասում է, որ իրենք եւ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները քննարկում են իրար։ Այսինքն սա գուցե մարդկանց մոտ ուտոպիա թվա, բայց քանի որ սրանք օրենսդրական նախաձեռնություն են բերել այս սցենարին համապատասխան, որ եթե ռազմական դրություն է հայտարարվում, ընտրությունների արդյունքները միջև պաշտոնական հրապարակումը չեղարկվում են։ Այսինքն ինչն է խանգարելու իրենց եւ եթե այսպես են գնում, ինչ եք անելու դուք որպես ընդդիմություն։ Այս սցենարը քննարկում եք արտաքին վտանգի ասենք այո, ասենք խնդրում են Ալիևին Ջերմուկի հատվածում, Սյունիքի հատվածում ինչ որ սադրանքի է գնում պայմանավորված եւ ասում են, ահա ժողովուրդ ջան, կա օրենքում որ ռազմական դրություն ենք հայտարարում չեղարկվում, մենք ռազմական դրություն ենք հայտարարում։ Կա, բայց ես ասում եմ, որ վիճակը փոխվելու է։ Այդ վտանգը միշտ կա, ինքը ինչ է ասում։ Ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ կլինի, իշխանափոխությունը հավասար է պատերազմի։ Այս տրամաբանությամբ մենք հաճախ ենք ասում, այսինքն քանի Ալիևը կա, Նիկոլ Փաշինյանը պետք է մնա իշխանության, որովհետեւ եթե փոխվի Ալիևը կջղայնանա։ Հա, բայց այս տրամաբանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումը, այսինքն այս իրա վարած քաղաքականության արդյունքում է դա սովորական դարձել, դա աննորմալ երևույթ է, չէ՞, այսինքն ինչ հիմքով, ինչի համար, Նիկոլին իշխանության պահելու համար։ Ես կարծում եմ, չեմ բացառում այդ վտանգները, որ կա, բայց չեմ էլ կարծում դա շատ հաճախ ավելի օգտագործվում է մեր հասարակությանը վախեցնելու եւ իրենց կամ արտահայտման վրա արտաքին միջամտություն ունենալու համար։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը անձեռնամխելի է, մեր արտաքին գործընկերների հետ էլ պետք է խոսվի այդ մասին։ Առհասարակ մենք այսօր իմիջիայլոց ասեմ, որ բոլոր արտաքին դերակատարների հետ խոսելու ժամանակ այս խնդիրների մասին խոսում ենք, որ մեր համար որևէ արտաքին միջամտություն կլինի հյուսիս, հարավ, արևմուտք, Ադրբեջան թե Թուրքիա, մեր համար անընդունելի է։